Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ողջունել է Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում գրանցված առաջընթացը և պատանդներին ազատ արձակելու որոշումը։ Նրա խոսքով Գազայում խաղաղության հասնելու ջանքերը զգալի առաջընթաց են գրանցել։ Պատանդների ազատ արձակումը զգալի քայլ է առաջ, ասել է Մոդին։ Հնդկաստանը կշարունակի վճռականորեն աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկարատև և արդար խաղաղության հաստատմանը, վստահեցրել է Հնդկաստանի վարչապետը, ողջունելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն այս ուղղությամբ։ Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակեց Թրամփի համապարփակ ծրագիրը Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ։ Այն ի թիվս այլ բաների նախատեսում է Պաղեստինյան անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման սահմանում և այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայում։ Իսրայելը հայտարարեց ծրագրի հետ իր համաձայնության մասին։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հրամայել է Լեհաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայել Գերմանիայի և Լիտվայի հետ սահմաններին, այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոն։ 2025 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2026 թվականի ապրիլի 4-ը Լեհաստանի զինված ուժերի զորքերն ու ստորաբաժանումները կօգտագործվեն պետական սահմանի անձեռնխելիությունն ապահովելու համար, ինչպես նաև սահմանային անցակետերի տարածքային հասանելիության սահմաններում և Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լիտվայի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանային գոտում անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Լեհաստանի զինված ուժերը ուղարկվել են սահմանապահներին օգնելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է այցելել Կորեայի Հանրապետություն, սակայն կարող է բաց թողնել Գյոնջուում կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը, հղում անելով Հարավային Կորեայի կառավարական շրջանակներում իր աղբյուրներին։ Քննարկումներ են ընթանում այն տարբերակի շուրջ, որի դեպքում Թրամփը կարող է հանդիպումներ ունենալ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե-մյունի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, բայց չմասնակցել Գյոնջուում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։ Ուկրաինայի իշխանությունները հուսած սադրանքների կգնան Ռուսաստանի դեմ նպատակը ՆԱՏՕ-ին հակամարտության մեջ ներգրավելն է, նման կարծիք է հայտնել հիմնարար իրավունքների հունգարական կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը։ Նրա խոսքերն է մեջբերում Լենտան։ Կիևը լիակատար հուսահատության մեջ է և հույս ունի Ռուսաստանի ստիպել իր գործողություններին պատասխանել կործանարար հարվածով, որը կներգրավեր եվրոպացիներին, նշել է փորձագետը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին զարմացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Համասը պատրաստ է խաղաղության։ Այս մասին հայտնել է Axios-ը, հղում անելով աղբյուրներին։ Սպիտակ տան ղեկավարը նաև կոչ է արել Իսրայելին դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները։ Նեթանյահուն կարծում է Համասի կողմից պատասխանը փաստացի ամերիկյան առաջնորդի ծրագրերից հրաժարվելն է։ Հաղորդվում է վարչապետն իր կարծիքն է հայտնել ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել մինչև ԱՄՆ նախագահի հայտարարության հրապարակումը։ Նեթանյահուն նաև հայտարարել է ԱՄՆ-ի հետ պատասխան միջոցների համաձայնեցման անհրաժեշտության մասին։ Քաղաքական կուսակցությունները, ոչ կառավարական կազմակերպությունները և լրատվամիջոցները փորձում են արտաքին աջակցությամբ խափանել Վրաստանում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Մենք հետևում ենք կուսակցությունների կեղծ լրատվամիջոցների և ՀԿ-ների կողմից ժողովրդավարական ընտրությունների վրա հարձակվելու նպատակով իրականացվող տեղեկատվական հարձակմանը։ Մենք հետևում ենք այս ամենին։ Տեսնում ենք, որ մենք շատ արագ ենք արձագանքում, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարությանը։ Մենք տեսնում ենք, որ այսօր վրացական ընտրությունների դեմ պլանավորված դիվերսիա իրականացվում, որը հովանավորվում է դրսից, ասել է Պապուաշվիլին քվեարկելուց հետո։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, Վրաստանում ընթացող ընտրությունները կանփոփ են ընտրական ցիկլը, որը սկսվել էր 2024 թվականի հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններով, ապա շարունակվել անցյալ տարվա դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններով։ Հետևաբար, ինչպես հայտարարել է խորհրդարանի խոսնակը, մինչև 2028 թվականը Վրաստանում ընտրական գործընթաց չի լինի։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիան, վավերացնելու մասին բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև առողջապահության որակի բարելավման ծրագիր, վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև
միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին, աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքները, ինչպես նաև մշակութային աճուրդների կազմակերպման մասին, հրապարակային սակարկությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին, լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին, պետական турքի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Վրացական երազանք կուսակցության նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է թիմ ընտրություններին, նա ընտրատեղամաս է գնացել կնոջ Նանուկա Թամնազաշվիլիի հետ, հայտնում է Ալիգետգեն։ Ղարիբաշվիլին մեդիայի ներկայացուցիչների հարցերին ոչ մի կերպ չի պատասխանել, թեև լրագրողներին դիմելով ասել է. «Գլխավոր ֆեյքողները դուք եք, ընտրություններին մասնակցել են նաև ընդդիմության այլ եւ վրացական երազանքի առաջնորդներ, այդ թվում Իրակլի Կուբրաձեն, Բադրիջ Ջափարիձեն, Մամուկա Խազարաձեն, Իրակլի Կոբախիձեն, Իրակլի Ղարիբաշվիլին, Շալվա Պապուաշվիլին եւ այլն»։ Հիշեցնենք, այսօրվա թիմ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է, համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում են որպես կարևոր եւ որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։ Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը, այս մասին իր Facebook-յան էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիկին Աննա Հակոբյանը։ Այն կարդում է իմ գիտական գրքերին զուգահեռ, դա էր պատճառը, որ մի քիչ երկար տևեց։ Վստահ եմ, Հայաստանում մասնագետներ հրատարակվելուց անմիջապես հետո կարդացած կլինեն, այն իսկ նրանց, ում հետաքրքրությունների շրջանակից դուրս է միջազգային հարաբերությունների մասին գիրքը, բայց շատ կուզեն իմանալ, թե ինչ է գրել մեր հարևան երկրի նախագահը ասել։ Գիրքը ՄԱԿ-ի կառուցվածքը փոխելու, անվտանգության խորհրդի մշտական անդամների իրավունքները վերանայելու կազմակերպությանը, մեր ժամանակների մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքակազմով օժտվելու մասին է։ Ըստ հեղինակի, աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ ԱԽ մշտական 5 անդամների քմահաճույքին։ The world is bigger than 5 գրքում կան նաև տվյալներ մարդկության վիճակի մասին, օրինակ, որ աշխարհում 820 միլիոն մարդ սովահարության պայմաններում է ապրում, 260 միլիոն միգրանտ կա, ավելի քան 80 միլիոն բռնի տեղահանված, մոտ 25 միլիոն փախստական։ Գրքի վերնագիրն է A fairer world is possible, ավելի արդար աշխարհը հնարավոր է, գրել է նա։ Բեռլինում գրանցվել է վիետնամցի ուսանողների զանգվածային անհետացում, հաղորդում է Բիլթերթը։ Վայսենսե շրջանի Բրիլատ Սավարին հյուրանոցային կառավարման դպրոցի մոտ 700 վիետնամցի ուսանողների 1/3-ը անհետացել է անհետ։ Ուսուցիչները նշում են, որ շատ երիտասարդ վիետնամցիներ ունեն լեզվի իմացության վկայական, բայց քիչ կամ ընդհանրապես չեն խոսում գերմաներեն։ Հրատարակության տվյալներով անհետ կորած ուսանողներից մի քանիսը անօրինական աշխատանք են կատարել։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ քրիստոնեա-դեմոկրատական միությունը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ համատեղ համաձայնության է եկել խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Քաղաքացիները ընտրում են 5 ինքնակառավարվող քաղաքների՝ Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Ռուսավի եւ Փոթի քաղաքապետեր եւ 59 մունիցիպալիտետների, ինչպես նաեւ 64 քաղաքային ժողովների, Սակրե Բուլոների անդամների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելյանին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 7.85%, ընտրատեղամասերի բացումից 2 ժամ անց։ Ընտրողների մասնակցությունը ժամը 10-ի դրությամբ կազմել է 275,948, 7.85%, ընտրող ասել է Իոսելյանին, նաև նշել է, որ ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում եւ որևէ ընտրատեղամասում բողոքներ չեն գրանցվել։ Համեմատության համար 2021 թվականի կորոնավիրուսային պայմաններում անցկացված տեղական ընտրություններին ժամը 10-ի դրությամբ մասնակցությունը կազմել էր 7.41%, 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին 9.27%։ Քվեարկությունը մեկնարկել է առավոտյան ժամը 8-ին եւ կավարտվի երեկոյան 20:00-ին։ Այսօր Վրաստանի քաղաքացիները պետք է ընտրեն 64 քաղաքապետ 5 ինքնակառավարվող քաղաքներում եւ 59 շրջաններում։ Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների ավելի քան 50%-ը։ Բացի այդ, ընտրվում են նաեւ
յուրաքանչյուր տեղական խորհրդատվական մարմինների սակրե բուլոնների ավելի քան 2000 պատգամավորներ։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանված է 4%։ 8 առաջատար ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել ընտրություններին, դրանք անվանելով ֆարս եւ ռուսական հատուկ օպերացիա վրացական երազանքի լեգիտիմացման համար։ Նրանք իրենց կողմնակիցներին կոչ են անում բոյկոտել ընտրությունները եւ հավաքվել բողոքի ցույցի Թբիլիսիում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել հարվածները Գազայի հատվածին։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունները, որպեսզի մենք կարողանանք արագ եւ անվտանգ դուրս բերել պատանդերին։ Հիմա դա չափազանց վտանգավոր է, ընդգծել է քաղաքական գործիչը։ Ըստ Համասի հայտարարության, Սպիտակ տան ղեկավարը կարծում է իրենք պատրաստ են երկարատև խաղաղության։ Գերմանական BZ պարբերականը գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 2-ի ելույթը Վալդայի միջազգային քննարկումների ակումբում հստակ ազդանշան էր Արևմուտքի հետ հարաբերությունների սրման մասին։ Հրատարակությունը հիշեցրել է, որ վերջին տարիներին Պուտինը հաճախ օգտագործել է Վալդայի հարթակը Արևմուտքին քննադատելու համար։ Այս տարվա ելույթը եւս մեծ արձագանք է առաջացրել միջազգային մամուլում։ Պուտինի հայտարարություններն ու խոսքի տոնայնությունը վկայում են ակնհայտի մասին։ Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերությունները կտրուկ վատթարացել են, նշել է BZ-ն իր հրապարակման մեջ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Եվրոպայում նկատվում են գործընթացներ, որոնք հիշեցնում են ժողովրդավարության անկում։ Սրա մասին նա ասաց Գերմանիայի Սարը համալսարանում ունեցած ելույթի ժամանակ, ընդգծելով, որ քաղաքացիների վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ նվազել է։ Մեր երկրներում տեղի է ունենում մի բան, որը հիշեցնում է մեր ժողովրդավարությունների ապամաշում։ Նշել է Մակրոնը, հավելելով, որ եվրոպացիները կասկածում են այն ինստիտուտների հանդեպ, որոնք երբևէ համարվում էին ազատության երաշխավորներ եւ ավելի ու ավելի են հավատում, որ կառավարությունները նրանց մանիպուլացնում են։ Նրա հայտարարությունները հնչեցին այն պահին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մակրոնին համեմատել էր Նապոլեոնի հետ, պնդելով, թե Ֆրանսիայի առաջնորդը փորձում է երկրի ներքին լարվածությունը տեղափոխել արտաքին դաշտ, իր շուրջը համախմբելու համար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Գրիգորյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել։ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի առաջին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի ԲԴԽ 67-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը Դավիթ Գրիգորյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ասվում է հրամանագրում։ Նշենք, ավելի վաղ հայտնի էր դարձել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակվելու համար հանրապետության նախագահին է առաջարկվել Դավիթ Մարատի Գրիգորյանի թեկնածությունը։ Բարձրագույն դատական խորհուրդը այս որոշումը ստորագրել է սեպտեմբերի 29-ին։ Հիշեցնենք, դատավորը հայտնի է մի քրեական վարույթով, որով արդեն իսկ արդարացվել է, իսկ գործը կարճվել։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նշենք, նրա նկատմամբ գործը հատուցվել էր այն բանից հետո, երբ դատավորը 2019 թվականի մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը արդարացված է։ Արդեն 1.5 տարի է Հայաստանը Արաքսի գետի ափին ամբարտակի կառուցումը համաձայնեցնում է Թուրքիայի հետ։ Թեև պայմանագրային նման պարտավորություն չկա, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը դեռ հունիսին Սպուտնիկ Արմենիայի հերթական հարցմանը պատասխանել էր։ ՀՀ ԱԳՆ-ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։ Սպուտնիկ Արմենիան այսօրինակ պատասխաններ էր ստացել նաեւ ավելի վաղ։ Ընդ որում, ամբարտակը պետք է կառուցվի ոչ թե Արաքսի վրա, այլ Փաստացի գետի ափին։
Այս կապակցությամբ Սպուտնիկ Արմենիան նոր հարցում էր ուղարկել նախարարություն, խնդրելով պարզաբանել, արդյոք Անկարայի հետ համաձայնեցումը շարունակվում է, երբ է սկսվելու շինարարությունը եւ ամենակարևորը, թե որ համաձայնագրի եւ կետի հիման վրա է Հայաստանը համաձայնեցնում իր տարածքում ամբարտակի կառուցումը Թուրքիայի հետ։ Գերատեսչությունից հայտնել են, քանի որ Արաքսը սահմանային գետ է, Հայաստանը որոշել է Թուրքիային ծանուցել գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների մասին։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացել է Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ մյուսների դեմ ռեպրեսիաների գործով դատական նիստը։ Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում միջնորդություն է ներկայացրել, պահանջել է վարույթից հեռացնել ներգրաված բոլոր հանրային մեղադրողներին։ Բացարկի հիմքում պաշտպանը դրել է հայտնի ձայնագրությունը, որտեղ Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը շարժման ակտիվիստներ ու մի շարք այլ անձինք են խոսում։ Պաշտպանն ընդգծել է, որ երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար։ Խուդոյանը նշել է, որ դատարանին կներկայացնի ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ դատախազները գործի ելքով շահագրգռված անձինք են։ Նրանք նպատակ ունեն կոծկել սեփական սխալները։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 9-ին ժամը 16:00-ին։ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ 8-րդ գագաթնաժողովը 2026 թվականի մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնակից երկրների ղեկավար գործընկերներից պաշտոնապես հրավիրեցի Երևան։ Մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին, նշել է Փաշինյանը։ Ինդոնեզիայում անցկացվող սամբոյի պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնության 58 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռոբերտ Սիմոնյանը հռչակվել է սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Սիմոնյանը 5-2 հաշվով հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշերվոն Նազարդոզային։ Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար Աբբաս Սալեհին վստահեցրել է, հանրապետությունը երբեք չի ձգտել օգտագործել միջուկային էներգիան ոչ խաղաղ նպատակներով։ Գերատեսչության ղեկավարի խոսքով Իրանը ատոմային էներգիայի միջազգային գործակալության մոնիթորինգային առաքելությունների թիրախն է եղել աշխարհի ցանկացած այլ երկրից շատ ավելի։ Ինչպես նախարարը պարզաբանել է, հանրապետությունը երբեք չի փորձել շահագործել միջուկային խնդիրը ոչ խաղաղ նպատակներով։ Եթե Իրանը ցանկանար, սա արդեն իսկան էր, հավելել է Սալեհին։ Մեզ համար ստեղծելու ուղղությամբ շարժվել է լիակատար արգելք է, էթիկական, կրոնական եւ իրավական տեսանկյունից, վստահեցրել է նախարարը։ Սումուդ նավատորմի 10 նավեր, որոնք մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատվածի պաղեստինյան բնակչությանը, շարունակում են իրենց ճանապարհը դեպի անկլավի ափեր, հաղորդում է Ալ Ջազիրան։ Տեղեկությունների համաձայն Մարինետ նավը գտնվում է հատվածից 54 ծովային մղոն հեռավորության վրա, իսկ մյուսները 470 մղոն։ Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը իր հերթին հայտնել է, Սումուդ նավատորմիղից ոչ մի նավ չի կարողացել մտնել ակտիվ մարտական գործողությունների գոտի կամ ճեղքել Գազայի հատվածի ծովային շրջափակումը, սակայն նրա տեղեկություններով առաքելությանը մասնակցող զբոսանավերից մեկը պահպանում է հեռավորությունը։ Գործակալությունը զգուշացրել է, եթե այն փորձի մոտենալ, ապա նույնպես կկանգնեցվի։ Իտալիայում տեղի է ունենում եւս մեկ համընդհանուր գործադուլ, որը կազմակերպել է ամենամեծ արհմիությունը՝ Իտալիայի աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիան։ Կազմակերպիչները խոստանում են իրենց աջակցությունը Պաղեստինին եւ Սումուդ նավատորմի առաքելությանը, որի անդամները տարբեր երկրներից ձերբակալվել են Իսրայելի իշխանությունների կողմից Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու փորձի համար։ Անսայի տվյալներով գրանցվում են գնացքների եւ մերձքաղաքային գնացքների չեղարկումներ եւ ուշացումներ։ Նավահանգստի աշխատողները միացել են գործադուլին։ Մասնավորապես հաղորդվում է, որ Լիվորնոյի նավահանգիստ մուտքը փակ է եւ բեռնատարների երկար հերթեր են գոյանում։ Հռոմում, Միլանում, Նեապոլում եւ Թուրինում մարդիկ հավաքվել են երթերի, կրելով Պաղեստինի եւ բողոքի ցույցին աջակցող միավորումների դրոշները։ Սակայն կարգավորող մարմինը ընդհանուր գործադուլը անօրինական համարեց վերջերս տեղի ունեցած նմանատիպ բողոքի ցույցի պատճառով։
Գազա քաղաքը կարող է լիակատար ոչնչացման եզրին լինել, եթե կայուն հրադադար չհաստատվի, հաղորդում է Financial Times-ը հղումանելով մարդասիրական աշխատողի։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Գազայի բնակիչներն այժմ ունեն քաղաքը լքելու վերջին հնարավորություն։ Նա ընդգծել է, որ նրանք, ովքեր կմնան Գազայում, կհամարվեն զինյալներ եւ ահաբեկչության կողմնակիցներ։ Եթե հրադադար չապահովվի եւ տեղի ունենա լիակատար տարհանում, Գազա քաղաքը հավանաբար լիովին կոչնչացվի, գրում է հրատարակությունը։ Այնտեղ նշվում է, որ չնայած անցյալ տարի հույս կար Գազայի հատվածի աստիճանական վերականգնման համար, այժմ ավերածությունների մասշտաբներն այնպիսին են, որ անհրաժեշտ կլինի շենքերը վերականգնել զրոյից։ Գազայի հատվածի տարածքի ավելի քան 80%-ը հայտնվել է Իսրայելի կողմից պաղեստինցիների համար նախատեսված գոտիների տակ, եւ այդ տարածքների կեսը ենթարկվել է լիակատար ոչնչացման, գրում է թերթը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն հղումանելով Մոսկվայի դիվանագիտական աղբյուրներին։ Օվերչուկի այցը Բաքու նախատեսված է հոկտեմբերի 13-ից 14 աղբյուրի տեղեկություններով փոխվարչապետը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի եռակողմ հանդիպմանը։ Իրանական կողմը բանակցություններին կներկայացնի տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիկը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել պաշտոնյաներին ընդհանուր առմամբ ավելի քիչ խոսել եւ ավելին անել, որպեսզի չդառնան սոված։ Նրա խոսքը մեջբերում է Բելտա գործակալությունը։ Պետք է քիչ խոսել եւ ավելին անել, սա իմ հրապարակային խորհուրդն է ձեզ, ասել է պետության ղեկավարը։ Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել չզոհաբերել երկիրը Բրյուսելի բյուրոկրատներին եւ դրվեն խաղաղության հիմքերը։ Նրա խոսքերն է փոխանցում RT-ն։ Ես Ռուսաստանի նախագահ Պուտինին կոչ եմ արել մեզ չզոհաբերել Բրյուսելի երկրորդական բյուրոկրատներին, որոնք շարունակում են խեղդել մեզ եւ թույլ չեն տալիս նորմալ ապրել, ասել է քաղաքական գործիչը։ Գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունից օրեր անց ձերբակալված բարերարի ընկերոջ Գազպրոմ Արմենիայի նախկին տնօրեն պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի վերաբերյալ քննվող քրեական գործով նոր անձինք կկալանավորվեն քրեական վարույթի շրջանակում եւս 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Եվրամեդիա 24-ի տեղեկությունը պաշտոնապես հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեից, չհստակեցնելով սակայն ովքեր են նրանք՝ ՊԵԿ նախկին աշխատակիցներ թե գործարար խավից։ Նշենք, կայքի աղբյուրի պնդմամբ նոր մեղադրյալներից մեկը Յուքոմ ընկերության ներկայիս ֆինանսական փոխտնօրենն է։ Նրան անգամ բերման են ենթարկել, ինչի մասին չի հաղորդվել պաշտոնապես։ Սակայն աղբյուրի պնդմամբ սույն անձը ազատ է արձակվել դատարանից, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը 15 միլիոն դրամի չափով։ Հակակոռուպցիոն կոմիտեից Եվրամեդիա 24-ին հայտնել են, որ քրեական գործումներ գրաված 3 նոր անձանց մեղադրանքի առաջադրվել խմբի կազմում փողերի լվացման, հակամրցակցային գործունեության օժանդակելու եւ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք այլ առերևույթ հանցանքների համար։ Հիշեցնենք, սույն թվականի օգոստոսի 8-ին կալանավորվեց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Norfolk Consulting ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Իրավապահները նրան մեղադրում են ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ։ Միևնույն ժամանակ Հարությունյանի գործի հիմքում դրված հանգամանքներով քննություն իրականացվել էր դեռևս 2018 թվականին, որի վերաբերյալ քրեական վարույթն այդ ժամանակ կարճվել էր։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շատ կտրուկ արտահայտություններով քննադատել է դրոնների պատի ֆինանսավորման նախաձեռնությունը։ Այս մասին գրում է Պոլիտիկոն։ Հոկտեմբերի 2-ին Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հայտարարել էր Եվրամիությունում դրոնների պատ նախագիծը կարող է ստեղծվել 1-1.5 տարում։ Բալթիան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներն աջակցել են համապատասխան նախագծին եւ միասնության ու համերաշխության կոչ են արել վերջին մի քանի շաբաթների ընթացքում Լեհաստանում, Էստոնիայում, Ռումինիայում եւ Դանիայում օդային տարածքի մի շարք խախտումներից հետո, ասված է հոդվածում։ Դրոնների պատ ստեղծելու նախագիծը Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի եւ Մերձբալթյան երկրների ընդհանուր նախաձեռնությունն է, որն ուղղված է Ռուսաստանի հետ սահմանի ողջ երկայնքով, այդ թվում Ուկրաինայի տարածքում բազմապլան համակարգ տեղակայելուն։ Եվրոպան պատրաստ է Չեխիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի վերադարձին։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Քաղաքագետ Մաշթաբա Ռահմանի կարծիքով պոպուլիստ Բաբիշի դժգոհ քաղաքացիների ակցիա կուսակցության հաղթանակի հավանականությունը գնահատվում է 85%։
Ընդ որում իշխող կոալիցիա կարող են մտնել նաև աճարմատական ուժեր, ինչպիսիք են ազատությունը եւ ուղիղ ժողովրդավարությունը, նշել է պարբերականը։ 1989 թվականին կոմունիստական ռեժիմի անկումից ի վեր առաջին անգամ ծայրահեղական կուսակցությունները, որոնք հանդես են գալիս Եվրամիությունից եւ ՆԱՏՕ-ից դուրս գալու օգտին, կարող են ուղղակիորեն մտնել չեխական կառավարության կազմի մեջ, ընդգծել է աղբյուրը նշելով. Անդրեյ Բաբիշը նման է Հունգարիայի եւ Իտալիայի վարչապետներ Վիկտոր Օրբանին եւ Ջորջ Մելոնիին։ Դանիական հետախուզությունը Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիք չի տեսնում, հայտարարել է ռազմական հետախուզության ծառայության ղեկավար Թոմաս Արենկելը։ Ինչպես հինգշաբթի օրը Վալդայի միջազգային քննարկման ակումբի նիստում հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անհնար է հավատալ, որ Ռուսաստանը պլանավորում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Սա անհեթեթություն է, որում նրանք փորձում են համոզել եվրոպացիներին։ Մենք դեռևս կարծում ենք, որ Ռուսաստանը ռազմական հարձակում չի իրականացնի։ Արենկելի խոսքերն է մեջբերում դանիական TV2 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով դանիական հետախուզությունը ռազմական հարձակման սպառնալիք չի տեսնում, սակայն զինված ուժերի դեմ դիվերսիայի ռիսկը գնահատում է որպես բարձր։ Նման սպառնալիքների վերաբերյալ որևէ ապացույց չի տրամադրվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը գտնվում է թմրավաճառների հետ զինված հակամարտության մեջ։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը, որը ծանոթացել է ամերիկացի առաջնորդի կոնգրեսին ուղղված ծանուցմանը։ Թերթի տվյալներով թմրամիջոցների կարտելների դեմ արշավի նոր կարգավիճակը նախատեսված է Կարիբյան ավազանում նավերի վրա նախկինում կատարված հարվածների իրավական արդարացում ապահովելու համար։ Թրամփը հայտարարել է, որ կարտելի ներկայացուցիչների գործողությունները կհամարվեն զինված հարձակում Միացյալ Նահանգների վրա, իսկ մաքսանենգները անօրինական մարտիկներ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովի միջազգային ջրերում արդեն ոչնչացրել են առնվազն 2 մոտորանավակ անձնակազմի ընդհանուր 14 անդամով, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում Վենեսուելայից։ Թուրքիան շարունակում է Ռուսաստանից բնական գազ գնել, չնայած ԱՄՆ-ի կոչերին հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալպարսան Բայրակտարը։ Մենք պայմանագրեր ունենք Ռուսաստանի հետ, մոտենում է ձմեռը, մեր քաղաքացիներին չեն կարող ասել, որ գազ չկա, ասել է Բայրակտարը։ Նա ավելացրել է, որ Թուրքիային անհրաժեշտ է գազ ստանալ Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Թուրքմենստանից կախված երկրի էներգետիկ պահանջներից։ Սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ էր արել դադարեցնել ռուսական էներգառեսուրսների գնումը։ Բայրակտարը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում Blue Stream գազատարի միջոցով Թուրքիային գազի մոտակարարման պայմանագրի երկարաձգման շուրջ։ Բավարիայի մայրաքաղաքի օդանավակայանը վերսկսել է իր գործունեությունը օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Չվերթները կասեցնելուց հետո հայտնում է օդանավակայանի էլեկտրոնային տախտակը։ Հոկտեմբերի 2-ի երեկոյան Գերմանիայի օդային երթևեկության վերահսկողության ծառայությունը սահմանափակեց Մյունխենի օդանավակայանում թռիչքները ժամը 22:18-ից, ապա ընդհանրապես կասեցրեց դրանք մի քանի անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Անօդաչու թռչող սարքերի ինքնության վերաբերյալ տեղեկություններ չկան։ Առցանց թռիչքների տեղեկատվության համաձայն չվերթների վերսկսումից հետո առաջին չվերթը դեպի Վառն էր ժամը 5:50-ին։ Իսկ այժմ եղանակի մասին Երևան քաղաքում հոկտեմբերի 4-ից 8-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հայտնում են Հydromet ծառայությունից, հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին եւ 8-ին նույնպես սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ին եւ 8-ին աստիճանաբար կբարձրանա 8-ից 10 աստիճանով։